Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Խզմալյան։ Օրես պարոն Կիրակոսյան։ Պարոն Խզմալյան, Իսրայելը հարձակվեց Իրանի վրա, հայտնի է հետևանքները, դրանք գնալով տվյալները փոխվում են։ Դուք ինչպես եք մեկնաբանում իրավիճակը տարածաշրջանում Մերձավոր Արևելքում, որի արևանցյալ նաև Հարավային Կովկասն է գտնվում, ինչ կարող է տեղի ունենալ։ Ես սկսեմ նրանից, որ հիշեցնեմ, նախորդ շատ նման հարձակում Իսրայելի կողմից Իրանի վրա տեղի ունեցել 14 ամիս առաջ, անցյալ տարվա ապրիլի 14-ին։ Եվ մենք ձեզ հետ նույնպես առիթ ենք ունեցել քննարկել դա եւ մեծ հաշվով շատ բան անվտանգային տեսակետից մեզանում չի փոխվել, այսինքն մենք շատ բան չենք արել, որ ինչ որ բան փոխվի։ Ես հիշեցնում եմ դա, որ թարմացնեմ մեր պատկերացումները, որևէ նոր բան այստեղ չկա։ Իսրայելը անակնկալի չի բերել աշխարհին, առավել եւս Իրանին։ Ես այստեղ կնշեմ 2-3 կարևորագույն հանգամանքները, ինչ տեսնում եմ այսօր։ Առաջինը պարզ է, որ սա ուղիղ Իսրայել-իրանական բախում չէ։ Այդ բախման մասին գիտեին Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները։ Թրամփը պաստորեն մոտ 9 ժամ հարձակումից առաջ թափանցիկ ակնարկ արեց, որ Իրանը մեծ խնդիրներ կունենա։ Դրանից մի քանի ժամ առաջ էլ սկսեցին ամերիկյան դիվանագետներին հեռացնել միջին արևելքի երկրներից, ինչը միշտ վատ նշան է։ Եվս մի կարևորագույն իրադարձություն 20 տարվա մեջ առաջին անգամ ՄԱԳԱՏԵ-ն, ինչպես կրճատ անվանում են միջուկային վերահսկողության միջազգային գործակալությունը, առաջին անգամ 20 տարվա մեջ ուղիղ մեղադրեց Իրանին միջուկային զենքի ծրագրի սահմանափակումները խախտելու մեջ։ Դա նույնպես բավական մռայլ նշան էր եւ փաստորեն դեռևս 3-4 օր արդեն պարզ էր, որ հարվածը անխուսափելի է։ Հարվածի յուրահատկությունները նույնպես շատ կարևոր են։ Իսրայելը ինչպես նախկինում կետային հարվածներ էր հասնում վիրահատական ճշգրտությամբ, մենք հիշում ենք, երբ սպանվեց իսլամական բանակի հրամանատար եւ դա դեռ նախորդ ամերիկյան վարչակազմի օրոք էր, Բայդենի համաձայնությամբ էր դա արված, խոսքը գնում է Հուսեյնի մասին։ Այսօր էլ մենք տեղեկանում ենք, որ զարմանալի եւ միայն դա է զարմանալի ճշգրտությամբ մեկը մեկի հետևից վերացվում են Իրանի բարձրաստիճան ռազմական եւ նաեւ գիտական պաշտոնյաները, որոնք փաստորեն գլխավորում էին Իրանի միջուկային ծրագիրը։ Փաստորեն Իրանի միջուկային ծրագիրն էր գլխատվում, բայց եթե մի քիչ ավելի խորը նայենք, մենք հասկանանք, որ եւ սա ամենակարևորն է ըստիս, Իսրայելը ստացել է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության համաձայնությունը սկսել գործողություններ, որոնք այդ նախագծի շրջանակներում պետք է իրենց ծրագրով բերեն Իրանում ռեժիմի քաղաքական վարչակարգի քաղաքական ռեժիմի փոփոխությանը։ Դա գերխնդիր է եւ ահա ինչու պատերազմը տոտալ չէ, պատերազմը Իրանի ժողովրդի, Իրանի հասարակության հետ չէ,
Եվ դա անդադ ընդգծում է անգամ Նաթանյահուն, որը իր պաստորեն առաջին պատերազմական հայտարարության մեջ հատուկ է նշել, որ չի պատրաստվում պատերազմել Իրանի ժողովրդի հետ։ Դե իհարկե սա ընդհանրապես հռետորաբանություն է, բայց պաստերը ցույց են տալիս, որ իսկապես հարվածները շատ կոնկրետ հասցեագրված եւ ուղղորդված են։ Եվ երրորդը, ինչ է սա նշանակում Հայաստանի համար։ Մենք գիտենք, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները այդքան էլ կախված չեն նրանից, թե ինչ կառավարություն է Երևանում կամ Թեհրանում։ Մեր երկրների եւ ժողովուրդների միջև վերջին 3 տասնամյակում, ինչ Հայաստանը գոնե սովետական միության մաս չէ, մշակվել է այնպիսի քաղաքականություն, որը բացառում է թշնամություն եւ այդ բարեդրացական հարաբերություններին չի սպառնում քաղաքական ռեժիմի փոփոխությունը։ Մենք դա տեսել ենք։ Սակայն այստեղ կա երկու կարևոր հանգամանք։ Առաջինը այն է, որ Հայաստանը այս պայթունավտանգ իրավիճակում գրեթե միայնակ է, որովհետև մեր անմիջական թշնամի Ադրբեջանը փաստորեն դիտվում է որպես Իսրայելի դաշնակից եւ այսպիսով անուղղակիորեն նա շատ ավելի կարևոր եւ արժեքավոր դաշնակից է Արևմուտքի համար, Միացյալ Նահանգների, ինչպես նաեւ Եվրամիության համար, քան Հայաստանը։ Եվ սա ինչ որ գոյաբանական, էգզիստենցիալ կամ մեզնից անկախ իրողություն չէ։ Այս իրավիճակը գոնե կիսով չափ արդյունք է այն անդեմ, անորոշ, անվճռական քաղաքականության, դիվանագիտության, որը որդեգրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ իր ղեկավարությունը, որովհետեւ Ադրբեջանն իսկապես հաջողվում է անել այն, ինչը այդքան հաճախ հորդորում է կամ ներկայացնում է որպես իր քաղաքական նպատակ Նիկոլ Փաշինյանը։ Հենց Իլհամ Ալիևն է կառուցել իսկապես բալանսավորված, դիվերսիֆիկացված քաղաքականություն, որտեղ նա կարողանում է եւ Ռուսաստանին լինել բավական կարևոր դաշնակից եւ լավագույնս երևի ոչ մի այլ երկիր այդքան չի օգտվել Ռուսաստանի այս թուլությունից եւ Ռուսաստանի այս արկածախնդրություններից, ինչքան Ադրբեջանը։ Մյուս կողմից նա պահպանել է աշխատանքային գործնական հարաբերություններ Արևմուտքի հետ եւ բացի Իրանից չունի ուղիղ թշնամիներ որևէ տեղ։ Նա ունի լարված հարաբերություններ Ֆրանսիայի հետ, որոնք կարող է հարթել։ Հայաստանը այս առումով շատ աննախանձելի իրավիճակում է, որովհետեւ մնում է Ռուսաստանի, Իրանի դաշնակից Արևմուտքի տեսակետից ֆորմալ ձևով Հայաստանը մնում է փաստորեն իր թշնամիների դաշնակիցը։ ԵԱՏՄ, ԱՊԿ եւ այլ սառեցված կամ տաքացված կամ արդեն եփած վառած ձևաչափերով։ Այս առումով Հայաստանի իրավիճակը աննախանձելի է, կրկնում եմ, որովհետեւ եթե պատերազմը ընդուներ կամ ընդունի, ինչը դեռ չի կարելի բացառել, տոտալ բնույթ, ապա Ադրբեջանը եւ Ռուսաստանը կօգտվեն այդ իրավիճակից, ես վաղուց տարիներ շարունակ մատնանշում եմ այդ վտանգը եւ այդ դեպքում Իրանի շրջափակման հյուսիսից շրջափակելու քովի տակ նրանք ներխուժել են Սյունիք եւ ռազմավարական նպատակը Պուտինի եւ Ալիևի, ինչպես նաեւ մասամբ Էրդողանի կիրականացվի։ Հայաստանը կմնա պաստորեն ամբողջությամբ շրջափակված բոլոր կողմերից։ Այսքանը։ Պարոն Խզմալյան,
Որ փուլը եք համարում դուք արդեն որ տոտալ պատերազմ է, հա, ինչ պետք է լինի, որ այդ փուլը համարվի սկսված։ Դա շատ པարզ է։ Մենք մի անգամ էլ նայենք տեսագրությունները, մենք կտեսնենք, որ Իսրայելը իրականացնում է կետային հարվածներ, սպանելով միայն ռազմական գործիչներին եւ գիտնականներին։ Այսինքն դա պատերազմ չէ խաղաղ բնակչության հետ, դա քաղաքների ավերում չէ, դա ռազմական օպերացիա է։ Դա այն է, ինչ արել էր Ուկրաինան։ Իմիջիալոց հրավիրում եմ ձեր ուշադրությունը այս հանգամանքին հատուկ, որովհետև մի քանի օրվա տարբերությամբ ֆանտաստիկ իր խիզախությամբ եւ գիտական, հետախուզական եւ կատարողական արվեստի տեսակետից ռազմական արվեստի վարպետաց դաս կարելի է համարել Սարդոստայն, այսպես կոչվող գործողությունը 5 ռուսական օդանավակայանների դեմ, որոնք մոտ 1/4-ը, եթե ոչ 1/3-ը ռազմավարական օդուժի ոչնչացրել են Ռուսաստանի տարածքում եւ փաստորեն գրեթե նույն տեխնոլոգիայով օգտագործելով թեթև անօդաչու թռչող սարքերը եւ նախապես պատրաստված պաշարները, ինչպես նաեւ հետախուզությունը շատ ճշգրիտ եւ մի քանի գործակալներին թշնամու տարածքում նույնը կատարեց նաեւ Իսրայելը։ Սա չի կարող լինել պատահական զուգադիպություն, սա նշանակում է, որ եւ Ուկրաինան եւ Իսրայելը մի կենտրոնում են մշակում այդպիսի գործողություններ եւ այդ կենտրոնը ունի առնվազն արբանյակային հետախուզության հնարավորություններ, այսինքն սա Իսրայելի եւ Ուկրաինայի արևմուտքի հետ համագործակցության արդյունք է։ Այսինքն մենք տեսնում ենք 21-րդ դարի պատերազմը, որտեղ մարդուժը, քանակը նշանակություն չունեն։ Բանակը այլևս ոչ թե քանակ է, այլ որակ է, բանակը դա բանականություն է, բանակը դա արհեստական բանականություն է եւ մտավորական որակ, այսինքն այն բաները, որ բացակայում են հայկական ղեկավարության եւ ռազմական եւ քաղաքական իշխանությունների եւ ղեկավարների տեսլականում անգամ։ Ես ավարտելով ասեմ, որ կարծում եմ դուք պետք է որ հիշեք ամիսներ առաջ մեզ ցույց են տալիս Ադրբեջանի հետ սահմանին պատրաստվող ստորգետնյա ամրոցները եւ ես այդ ժամանակ ասել էի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, որ ինձ թվում է, որ դուք պատրաստվում եք անգամ ոչ թե 20, այլ 19-րդ դարի պատերազմին, մինչդեռ նոր պատերազմը դա ATS-ների, դրոնների, դա գեր փոքր խաղալիք համարյա, խաղալիքի չափի կործանիչների, ռոբոտների, կիբեր գործողությունների պատերազմ է եւ դուք միլիարդներ հիմա ծախսում եք անիմաստ։ Դա իմ կարծիքն է, ինձ հետ չհամաձայնվեցին, սակայն վերջին ամիսների եւ հատկապես վերջին օրերի գործողությունները Ուկրաինայի եւ Իսրայելի բանակի կողմից ցույց են տալիս, որ ես ցավոք սրտի ճիշտ եմ։ Պարոն Խզմալյան, այդ Հայաստանի պատերազմներ քաշելու վտանգը ինչքանով է հավանական։ Դուք կարծում եք դա ուղղակի որպես վարկած եք ներկայացնում, թե կարծում եք, որ ամեն ինչ գնում է դրան։ Ես չեմ ասում, որ դա լինելու է պատերազմ, դա կարող է լինել պարզապես շատ կարճ ժամեր տևող կայծակնային գործողություն, որը պարզապես հարմար առիթ է փնտրում։ Այդ առիթները կան։ Դա չի կատարվում, որովհետև քաղաքական կոնսենսուս այդ առումով չկա, որովհետև Եվրամիությունը դեռևս հույս է փայփայում, որ
Հայաստանի անճարեղ քաղաքական ղեկավարությունը կկողմնորոշվի, մեկը մյուսի հետևից այստեղ պատվիրակություններն են ուղարկվում, որ ստուգ են, լավ, այս մարդիկ ձեռ են առնում, այս օրենք են ընդունել, հայտարարել են, կուրսք են ծեծում, բայց հետո գնում են Մոսկվա, հետո ընդունում են մեր թշնամու բարձրաստիճան պաշտոնյաներին եւ երդվում են, որ ոչ միտեղ էլ չեն գնում, Եվրոպա դա կատակ էր, օրենք չի կատարվում, հայտ չի, եվրոպացիները մենք փոքր զարմացած են, ես ենթադրություններ չեմ անում, ես մշտապես կապի մեջ եմ եվրոպական քաղաքագետների եւ քաղաքական գործիչների հետ։ Իրենք տեսնում են, որ սա շատ է նման նրան, ինչ կատարվեց Վրաստանում, եւ իրենք ուղղակի չեն ուզում դրան հավատալ, բայց եթե մեր իշխանությունը մի քիչ էլ էսպես պահի իրեն եւ համոզի եվրոպացիներին, որ հայկական երազանքը կամ հայկական մղձավանջը կրկնում է վրացականի ճանապարհը, ապա ինչ ասեմ, ապա ոչ թե պատերազմ է լինելու, այլ Եվրոպան ու Ամերիկան թույլ են տալու Թուրքիային, Ադրբեջանին եւ Ռուսաստանին, որը ուրիշի ձեռքերով այստեղ աշխատելու, Ադրբեջանի կոնկրետ, ինչպես 20 թվականին, ինչպես 23 թվականին, 25-26 թվականին կարող է լինել այդպիսի պատժիչ գործողություն, եթե Իրանը շարունակի դիմադրել եւ այաթոլաների ռեժիմը հակահարվածներ շարունակի հասցնել, եթե այնտեղ քաղաքական փոփոխություններ տեղի չունենան, եւ եթե Իսրայելը ստիպված համարի իրեն ընդլայնել ռազմական գործողությունները, ապա Ադրբեջանն արդեն չի թաքցնի, որ այո, ադրբեջանական օդանավակայանները հատուկ կառուցված են Իսրայելի օդուժի համար, եւ այդ պատճառներով կամ առիթներով, պատրվակներով ավելի ճիշտ, Ադրբեջանը կհայտարարի, որ մասնակցում է արևմուտքի պատժիչ գործողություններին Իրանի դեմ, եւ քանի որ Հայաստանը այդ Իրանի եւ Ռուսաստանի դաշնակիցն է, Ադրբեջանը շատ արագ, ինչպես Թուրքիան անցյալում եւ նաեւ հիմա, կհայտարարի իրեն արևմտյան դաշինքի դաշնակից եւ արձակվելու է Սյունիքի վրա Իրանի սահմանի երկայնքով։ Ես չեմ ասում, որ դա կկատարվի, ես ասում եմ, որ դա ոչ թե վարկած է, դա արդեն հաստատված ծրագիր է, տարիներ շարունակ հաստատված։ Եվ մեր հետախուզությունը, մեր քաղաքական ղեկավարությունը շատ լավ գիտի, նա չի կարող դա չիմանալ, այդպես որ դա վարկած չէ, դա վեբ կամ կինոսցենար չէ, դա իրողություն է, որը կարելի է կանխել։ Կանխելու համար պետք է լինել ավելի մոտ արևմուտքին, քան Ադրբեջանը։ Հիմա այս վերջին ժամերին Ադրբեջանը վտանգավոր չափ մոտեցել է արևմուտքին, Իսրայելի շնորհիվ։ Միացյալ Նահանգների երկիմաստ, իսկ իրականում շատ տրամաբանական եւ հետեւողական քաղաքականության շնորհիվ։ Հայաստանը չի հասկանում կամ չի գործում համապատասխան։ Մենք միայն լսել ենք այսօր երևի այս ամեն ինչով տպավորված Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այո, գալիս է ժամանակը, երբ որ Հայաստանը պետք է որոշում կայացնի։ Գիտեք, երկրի համար, որը արդեն օրենք է ընդունել Եվրոպական միության անդամակցելու մասին, նման հայտարարություն վարչապետի կողմից, որ կգա ժամանակը եւ մենք պետք է ընտրություն կատարենք, սա խեղճատակություն է։ Սա պարզապես Եվրոպայում դա, ինչպես ասում են, raising bros, այսինքն օնքերը բոլորը բարձրացրեցին։ Էս ինչ է ասում պարոն Փաշինյանը։ Մենք կարծում ենք, որ դուք արդեն ընդունել եք այդ որոշում։ Պարզվում է ոչ, չեն ընդունել։ Ուրեմն, եթե մենք էլի ուշանանք, ուրեմն մենք այդ որոշման ոչ թե կարիքը չենք ունենա, մենք այլևս հնարավորություն չենք ունենա իրականացնել նման որոշում, որովհետև Հայաստան այս անգամ այս վիճակում, որը ոսկե ֆոլգայով կամ չգիտեմ ինչ ստվարաթղթով Փաշինյանը ցույց է տալի ժամանակ առ ժամանակ, անգամ դա կարող է չպահպանվել։ Դա հնարավոր է։
Քանի որ դուք թեման անդադ տանում եք այդ ուղղությամբ, մեկ հարց Փաշինյանի Չեխիայում ելույթի հետ կապված, նա նշել է, որ Երևանն իր առջև խնդիր չի դրել Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու, ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից հեռացնելու համար, սա ինչպես եք մեկնաբանում։ Ես ոչ մի ուղղությամբ խոսակցությունը չեմ տանում, ես պատասխանում եմ ձեր հարցերին։ Իսկ այն ինչ ասեց Փաշինյանը, սա նրա պատկերացումներն են բալանսավորված քաղաքականության մասին, ըստ երևույթի։ Գնալ Վտանգավոր է Եվրոպա, նման բան հայտարարելը։ դա այն խոսքը չէ, դա մահաբեր է, որովհետև այն պահին, երբ որ Մոսկվան հայտարարված է միջազգային հանցագործ, այն պահին, երբ որ Մոսկվայի դաշնակից Իրանին արդեն հասցվում են հրթիռային հարվածներ, երբ որ Մոսկվայի միջուկային եռյակի մի մասը, օդուժը հրկիզվում է, ասել Հայաստանի պես երկրի համար, որը մազից է կախված հիմա, եւ այդ մազը ռուսներն են փորձում կտրել նախ եւ առաջ Ադրբեջանի մկրատով։ Ասել, որ մենք նման խնդիր չենք դնում, սա նշանակում է, որ մենք adekvat պատասխան այդպես էլ չունեցանք մարտահրավերներին։ Ամենայն դեպս այս կառավարությունը այդ գիտակցումը չունի եւ չի պատկերացնում ինչ վտանգ է սպառնում երկրին իրականում։ Իրենք ասում են, որ իրենք ավելին գիտեն։ Ես տեսնում եմ, որ իրենք չգիտեն անգամ այն, ինչ գիտենք մենք։ Ինչ վտանգների մասին եք դուք նշում, պարոն Խզմալյան։ Պետականություն կորցնելու վտանգը։ Արտագաղթ եռապատկելու, տասնապատկելու վտանգը, որովհետև ցանկացած պահին այն մի քանի հազար իրանցիներ, որ գալիս են Հայաստան այստեղ գինի խմելու, ապարելու եւ կարճ շրջազգեստներով զբոսնելու, դրանք կարող են վերածվել տասնյակ հազարավոր փախստականների։ Եվ մեր բանակը չի ստանա հրաման կրակել եւ չթողնել իրենց արաքսից անցնել եւ ներս գալ։ Ես դա կնշանակի, որ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հազար հայեր կլքեն իրենց հայրենիքը, որովհետեւ իրենք չեն տեսնի այլևս եվրոպական երկիր դառնալու ապահով, բարգավաճ, օրինական երկիր դառնալու հեռանկար։ Այդ դա է վտանգը։ Ֆիզիկապես դա կարող է ընդամենը լինել այնպես, որ մեզ մի առավոտ ասեն, գիտեք, այս գիշերը թշնամու կամ ասենք ոչ թշնամու, մեր հարևանների զորախմբերը անցան սահմանը եւ մի քանի կիլոմետրով խորացան Հայաստանի տարածք։ Քանի որ մենք 240 քառակուսի կիլոմետր արդեն կորցրել ենք եւ չենք էլ, ինչպես Նիկոլ Փաշինյանը պնդում է, չենք էլ պատրաստվում ռազմական ուժով վերադարձնել, դա արդեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է, ապա մի 40 կիլոմետր էս կողմ են կողմ, 40-42 կիլոմետր, այդ 200 կիլոմետրի մեջ ավելացնել, մամուլը կփորձի քողարկել, սվաղել, լղոզել, իսկ դա ընդամենը կնշանակի, որ մենք կորցնելու ենք Իրանի հետ սահմանի վերահսկողությունը, ուրեմն Հնդկաստանը այստեղ իմաստ այլևս չի տեսնի դարձնել մեր երկիրը տարանցիկ, Հայաստանը կորցնելու է իր ռազմավարական միակ կարևորագույն առավելությունը, որը կայանում է դարեր շարունակ բաժանելու Թուրքիան եւ թուրքական երկրները, դա ռազմավարական մեծագույն աշխարհակաղակական առավելություն է եւ առաքելություն է նաեւ, ոչ միայն առավելություն։ Եվ Հայաստանը դառնալու է փաստորեն ռուս-թուրքական կանտոն, որը կարող է անվանվել եւ վիլայետ եւ գուբերնիա, իրենք միասին կորոշեն։ Ես տեսնում եմ այս վտանգը եւ ես միայնակ չեմ, որովհետեւ այս պահին երկրի ղեկավարությունը պետք է միավորի ժողովրդին, այլ ոչ թե պառակտի եւ
ոչ թե քաղաքացիական ներքին ներազգային պատերազմ հրահարի, ինչով նա զբաղված է հիմա։ Ինչպես է այդ քաղաքացիական պատերազմը հրահարում։ Այնտես որ մեր փոքրիկ երկիրը, մեր փոքրիկ ժողովուրդը շարունակ, տարիներ շարունակ բաժանվում են, պառակտվում են, հակադրվում են նորերի եւ հների, նախկինների եւ ներկաների, սևերի եւ սպիտակների, ռոբասերժականների եւ նիկոլականների, լևոնականների եւ չգիտեմ էլ ինչականների, դոդականների, հիմա ավելացավ նաեւ գարեգինականների, սա խելագարություն է։ Սա խելագարություն է, որովհետեւ հենց այս ժամերին, հենց հիմա, քանի մենք խոսում ենք, մեր հարևան Իրանը, մեր տնտեսական հիմնական աղբյուրը, ես նկատի ունեմ առևտրաշրջանական շրջանային այդ առումներով կոմունիկացիաների, լոգիստիկայի պատերազմի մեջ է եւ իրենք վստահ չեն, որ այդ պատերազմը ցանկացած վարքյանին չի դառնա համատարած պատերազմ, որտեղ երկու երկրներն էլ միջուկային զենք ունեն, եւ Իրանը եւ Իսրայելը, եւ դա կատարվում է մեր սահմանների մեջ վրա կողքին։ Ինչ պետք է անի Հայաստանը այս փուլում, բացի այդ հիմնական ինչ նշեցիք, այս կարճաժամկետ խնդիրները կառավարելու, ռիսկերը կառավարելու հետ կապված ինչ պետք է անել։ Ինչ պետք է անել։ Հենց վաղը առավոտյան, մենք քանի որ ձեզ հետ խոսում ենք ուշ գիշերին, վարչապետի կամ չգիտեմ ազգային ժողովի խոսնակի ստորագրությամբ կամ նախագահի, դա իրենց ճաշակով թող լինի, հայտ ուղարկեն անմիջապես Եվրոպամիության անդամակցության ցանկության մասին, միաժամանակ սկսվեն բանակցությունները, թող լինեն երկար տարիներ շարունակ, բայց թող սկսվեն ՆԱՏՕ-ի անդամակցության մասին, թող միաժամանակ արտգործնախարարը հանձնի պարոն Լավրովին կամ տիկին Զախարովային հայտարարություն հապկից դուրս գալու ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերությունները սառեցնելու մասին, ոչ մի նոր բան չկա, մենք դա ասում ենք տարիներ շարունակ, մենք ավելին, մենք պատրաստել ենք օրինագիծ, որը օրենք է դարձել, եւ միամտորեն կարծում ենք, որ օրենք բառը իմաստազրկված չէ Հայաստանում։ Բայց այս պահին ըստ Նիկոլ Փաշինյանի նման որոշում կայացնելու խիստ անհրաժեշտություն չկա։ Կշարունակենք բարեփոխումները, մինչև համապատասխանենք ԵՄ-ի չափանիշներին, Չեխիայում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Եվ երբ գա ԵՄ-ին անդամակցելու պահը, հարցը կդնենք սեղանին եւ քաղաքացիների հետ որոշում կկայացնենք։ Նիկոլ Փաշինյանը 7 տարի շարունակ ապացուցում է, որ սխալ է գնահատում եւ պահը, եւ տեղը, եւ որոշում ընդունելու կարեւորությունը։ Մենք չենք կարող նշել որևէ ոլորտ, որևէ որոշում, որևէ հաջողություն, դատաիրավական, սահմանադրական, տնտեսական, ռազմական, դե լավ չխորացնեմ մեր առանց այն էլ խորը վերքերը, այդպես որ այդ հայտարարությունը ինձ գոնե թվում է մեղմ ասած շատ տարօրինակ։ Այդ ժամանակն անցել է, անցնում է այն արագությամբ, ինչպես ավազի ժամացույցում է ծորում։ Ես հաճախ, երբ որ խոսում եմ քաղաքականության մասին, այս ավազի ժամացույցն եմ պահում, որպեսզի մարդիկ հիշեն, ինչ արագ են անցնում մեր հնարավորությունները։ Եվ պարոն Խզմալյան, Նիկոլ Փաշինյանը խոսելով Անկարայի հետ հարաբերությունների մասին հայտարարել է, որ ուղիղ եւ գրեթե ամենօրյա ռեժիմով շփումներ կան։ Դուք ինչպես եք սա մեկնաբանում, դա դրական կարող է անդրադառնալ։ Դա կարող է անդրադառնալ դրական, դա կարող է անդրադառնալ բացասական, կախված նրանից, թե ինչպիսին կլինի Հայաստանի գլխավոր ընտրությունը, մեր ճանապարհը Թուրքիայով չի անցնում։
Թուրքիայով կարող է անցնել մեր ֆուռաների ճանապարհը, բայց դա մեր աշխարհակաղակական, մեր պատմական ճանապարհը չէ։ Ճանապարհը դեպի Եվրոպա աշխարհակաղակական ճանապարհ չի, դա քաղաքակրթական ճանապարհ է։ Եթե մենք մնում ենք այդ ռուս-թուրքական թակարդում, ապա մերձեցումը Թուրքիայի հետ խիստ բացասական կանդրադառնա։ Եթե մենք դառնում ենք Արևմտյան դաշինքի անդամ, Եվրամիության անդամ կամ գոնե տեխնացու անդամակցության, ապա Թուրքիան շատ արագ կսկսի հարմարվել Հայաստանի նոր կարգավիճակին։ Եվրոպան այդ կարգավիճակը Հայաստանին առաջարկում է, Նիկոլ Փաշինյանը եւ իր նազիր վեզիրները ցանկացած գնով փորձում են վատնել այդ հնարավորությունը, մսխել, հետաձգել եւ ասում են, որ երբ որ ժամանակը կգա, ես կրկնում եմ, այդ ժամանակն անցել է։ Եթե այդ ընտրությունը կատարվեր 2018-2019 թվականին, մենք մի քիչ այլ երկրում կապրեինք, այլ տարածքով, այլ եկամուտներով, այլ անվտանգային խնդիրներով եւ մենք այսօր չենք քննարկի քանի մազից է կախված մեր պետությունը։ Մենք բոլորին այլ հարցեր կքննարկեինք։ Շատ ավելի հաճելի։ Եվ մի հարց, որ նախորդ ձեր պատասխանից մնաց մտքում ես, մենք մի ազգ ենք, որ մեր հայրենակիցները աշխարհի 10 միլիոն, հա, տարբեր տեղեր ծրված ապրում են։ Հիմա եթե Իրանից գան մի քանի հազար մարդ, դա ինչու է խնդրահարույց լինելու։ Ես դա չասեցի։ Ես ասացի, որ Իրանից կգա ոչ թե մի քանի տասնյակ հազար հայ։ Իրանից կգան իրանցիներ։ Չէ, հենց դա նկատի ունեմ, ասում եմ մենք լինելով մեծ սփյուռք ունեցող ազգ, հա։ Ինչու ենք միշտ այսպես բանով նայում, որ վայ հնդիկները եկան մեր երկիր, վայ պարսիկները եկան, սա ձեզ չեմ վերագրում, ընդհանուր այդ բանը կա մեր ազգի մեջ, որ հնդիկները եկան լծվեցին, պարսիկները եկան լծվեցին, ինչու ենք մենք սովոր գնալ ուրիշի երկրում ապրել, բայց ուրիշի իրավունք չունի գա մեր երկրում ապրի։ Արեգ ջան, բոլորը իրավունք ունեն։ Ես չեմ խոսում, որ նրանք գալիս են ապրելու, նրանք գալու են փրկվելու եւ այդ քանակը, որը գալու է փրկվելու, շատ ավելի մեծ է լինելու, քան մեր երկրի ազգաբնակչությունը։ Սա տարավ միլիոնը հոչի է լինելու գա Հայաստան։ Իրանում ապրում են գրեթե 90 միլիոն մարդիկ։ Եթե սկսվի պատերազմ, սովից, վախից, ցավից միլիոններ են գալու։ Դու գիտեք քանի միլիոն ուկրաինացիներ են փախել պատերազմից։ 7-ից 10 միլիոն։ Ուկրաինայում ընդամենը 40 միլիոն բնակչություն կա։ Հիմա պատկերացրեք, որ նման մի պատերազմի դեպքում Իսրայելի հետ, որը չի վարանի օգտագործել միջուկային զենքը, քանի որ շատ քիչ հնարավորություն ունի պաշտպանվելու, քանի միլիոն մարդիկ կգան։ Նրանք միգուցե չեն մնա այստեղ ապրելու, իրենք ուղղակի կանցնեն մեր վրայով։ Ես չեմ ասում լավ է դա թե վատ է, ես չեմ քննարկում վայ եկան չեկան։ Մենք չենք էլ հասնի աչքերով թարթել։ Մենք դառնալու ենք պարզապես ոչ թե տարանցիկ երկիր, այլ փախստականների ճամբար, որոնց մեջ մենք ենք կորչելու։ Եվ բնականաբար մենք այո պետք է բացենք մեր դռները, որ փրկենք մարդկանց, օգնենք մարդկանց, բայց ես ուզում եմ, որ մենք պատկերացնենք ինչ վտանգների առջև ենք մենք այստեղ այսօր կանգնած։ Արդյոք կառավարությունը քննարկել է այդ հնարավորությունը, այդ ոչ աներևակայելի եւ անհնար ընթացքը։ Չեմ կարծում։ Ինչի մասին եմ ես ասում։ Շնորհակալություն, պարոն Խզմալյան, հարցազրույցի համար։ Շնորհակալություն, պարոն Կիրակոսյան։